Գյուլնաստատի հեքիաթը, հեղինակ Ղազարո Սաղայան։ Ձմեռն էր, գիշերը երկար, Գյուլնաստատիկը գլուխը քուրսու վրա դրած ննջում էր, մանուկները վրա թափվեցան, քունը փախցրին և ստիպեցին, որ իրանց համար մի հեքիաթ ասի, նա էլ սկսեց. Եղել է չի եղել մի սիրուն արտուտիկ, կտուցը սուր, մեր արշակի քթի նման, թևերը փափլիկ շողիկի կռների նման, բմբուլը խուճուճ, տիգրանի մազերի նման, ահա այսպես սիրուն էր արտուտիկը, բա ինձ նման ոչինչ չուներ, ասաց Վանին, բա ինձ, ձայն տվավ Հռիփսիկը, ինձ էլ չասացիր, լաց եղավ Նազիկը, սպասեցեք, երեխեք, ես դեռ չեմ վերջացրել, ամենքիդ էլ բաժին կտամ, ասաց տատիկը և շարունակեց. Աջիկներն այնպես նախշուն էին, ինչպես Վանիկի աչքերը, կատարն այնպես կարմիր էր, ինչպես Հռիփսիկի թշերը, ոտներն այնքան բարակ էին, ինչպես Նազիկի մատները: Ես ոտները չեմ ուզում, ասաց Նազիկը, ախ Նազիկ ջան, ես ուզում էի ասել տոտիկները, ասաց տատիկը, չեմ ուզում ես, տոտիկներն էլ չեմ ուզում, բա ի՞նչը կուզես, աջիկներն եմ ուզում, աջիկներն ինձ է տվել տատիկը, քեզ չեմ տալ, գոչեց Վանին, Նազիկ, կուզես կատարը դու վերցրու, տոտիկները ես կվերցնեմ, ասաց Հռիփսիկը, չէ, չեմ ուզում, ես աջիկներն եմ ուզում, պնդեց Նազիկը, Վանի, դու կատարը վեր առ, ես տոտիկները, իսկ Նազիկը աջիկները, Ի՞նչ եմ անում կատարը, տատիկն ում ինչ որ տվել է, այն է նրանը, ճշմարիտ է ասում Վանին, ամեն կողմից գոչեցին երեխեքը, Նազիկը գոհ չմնաց և վեճը երկար շարունակվեց, բայց տատիկը չէր լսում, նա գլուխը դրել էր բարձին և քնել, էլ չէին կարող զարթնեցնել, վեր կացան, իրենք էլ մտան տեղերը: Մյուս երեկոյին երեխեքը էլի հավաքվեցին տատիկի մոտ, որ շարունակե հեքիաթը, նա էլ սկսեց. Անցած գարնանը մեր պարտեզի ծառի վրա մի սիրուն կկու կար, ես նստած էի ծառի տակին, դուք մեկ-մեկ եկաք ինձ մոտ, երբ որ արշակը ներս մտավ, կկուն կանչեց կուկու, երբ շողիկը, կկուն կանչեց պուպու, եկավ Տիգրանը, ասաց դու, եկավ Վանին, ասաց գուգու, եկավ Հռիփսիկը, ասաց բուբու, եկավ Նազիկը, կկուն էլ ոչինչ չասավ, թռավ, գնաց, օխ Նազիկ, օխ, կկուն քեզ համար ոչինչ չի ասել, միաբերան ձայն տվին երեխեքը, Նազիկը շատ նեղացավ, թե ինչու կկուն իր համար ոչինչ չի ասել և սկսեց լաց լինել, տատիկն ասաց. Նազիկ, գիտես ինչու կկուն քեզ համար բան չասաց, նա վախեցավ քեզ բան ասել, ինչ որ ասեր դու չպիտի հավանեիր, ուրիշն էլ իրանը քեզ չէր տալ, ինչպես անցած երեկոյին, տատիկ ջան, որ մեկ էլ կկուն գա, ասա ինձ համար էլ մեկ բան ասի, կանչեց Նազիկը և այնուհետև շատ խելոքացավ, ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց, ի դեպ Ղազարո Սաղայանն այն գրել է 1902 թվականին, իսկ եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենաք: